Գյումրիի կենտրոնում տոնական բեմի էկրանին բանտարկված Միքայել arczepiskopos Աջապահյանի լուսանկարն է։ Քաղաքն առաջին անգամ իր տոնը նշում է առանց Շիրակի թեմի առաջնորդի։ Սա իր տոնական ուղերձում նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է ընդգծել։ Այսօր Գյումրին իր տոնը նշում է առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի, Աստծո նվիրյալ հայրենապաշտային ծառայի, որը դատական համակարգի պիղատոսների որոշմամբ ազատազրկվեց մեր հայրենիքի ճակատագրի վերաբերյալ իր անկեղծ մտահոգությունները հայտնելու համար։ Գիտեմ, Միքայել arczepiskopos Աջապահյանը հոգով մեզ հետ է, սրտով ուրախ եւ պինդ կամքով։ Եվոտ Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչել Շիրակի թեմի առաջնորդը 3-2 տարվա ազատազրկման դատապարտվեց իշխանության զավթման կոչի մեղադրանքով, թեև այդ հոդվածը նաև տուգանք կամ հանրային աշխատանք է սահմանում։ Գյումրեցիներից շատերն այսօր վճիռը խայտառակություն են համարում։ Որ նայում ես դատական պրակտիկայի մեջ կան մարդիկ, որոնք շատ ավելի ծանր հանցագործությունների համար կամ ընդհանրապես չեն դատապարտվում, կամ ընդամենը սիմվոլիկ ինչ-որ պատիժներ են ստանում, պայմանական ինչ-որ սահմանափակումներով, այս պարագայում է մեր, ինչպես ընդունված է ասել, պատվարժան, բայց այս դեպքում չագեշտների մեջ դատավորը նախընտրեց 5 ուրեմն տարատեսակ պատիժներից ընտրել ամենածանրը, որովհետև ինքը կարող է տալ տնային կալանք, ինքը կարող է ազատությունների սահմանափակում նշանակել, ինքը կարող է շատ ավելի մեղմ վարվել, տուգանք նշանակելի վերջո, բայց ինքը ընդունեց ամենածանր ուրեմն տարբերակը եւ սրբազանին ազատազրկեց 2 տարվա ազատազրկման։ Բոլորս հասկանում ենք շարժառիթները ինչից է, բոլորը շատ լավ գիտակցում ենք, թե այս ամեն ինչը ինչի հետևանք է, բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում հագարակ ռեակցիան ենք մենք տեսնելու։ Թե ազատել սրբազանից, սա խայտառակություն է։ Ուղղակի սրբազանը չպետք է խառնվի երկրի գործերին, զբաղվի իր եկեղեցու գործերով։ Չգիտեմ, սխալ է երևի։ Իրավունք չունեն Աջապահյան 2 տարի տալ, ինչ է արել մարդը։ Նախ սրբազանին սերպակալելը նշանակի թե թեմեն եկեղեցուն, թեմեն հայոց ինքնությանը։ Բայց որ ես տեղ չեմ գտնի նորմալ բան, սխալ է։ Ոմանք էլ հրաժարվում էին խոսել։ Զրուցակիցներից մեկը նկատեց, որ ժամանակին սրբազանի մոտ կանգնած շատ մարդիկ վախենում են որևէ խոսք ասել։ Նույնիսկ եթե մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ունենք ռադիկալ տարբեր դիրքորոշում սրբազանի հետ, քաղաքական իմաստով եմ ասում։ Մենք որպես հոգևոր հայր այսօր պարտավոր ենք իր կողքը գտնվելու։ Ցավոք սրտի այն մարդիկ, ովքեր շատ տարբեր պատրվակներ էին ման գալիս, որ մի բաժակ թեյ խմեին սրբազան հետ, այսօր իրանք ընդհանրապես ասպարեզ դուրս չգան։ Իմիջիայլոց ասեմ, տարբեր բնակավարների, բժիշկներից սկսած ուրեմն մանկավարժական հանրույթը, գիտնականներ, դասախոսներ, քաղաքում հեղինակություն ունեցող անձնավորություններ, ես ցավով եմ նշում։ Դատարանի երեկվա վճիռը խիստ քննադատել են մի շարք իրավապաշտպաններ, ընդդիմադիր գործիչներ։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հոգևորականին խղճի բանդարկյալ է համարում։ Զարուհի Հովհաննիսյանը վճիռը որակել է դատական համակարգի հերթական խայտառակությունը եւ խարանը։ Փաստացի մենք գործ ունենք արդարադատությունը որպես մահակ գործածելու հերթական դրսևորման հետ։ Որքան էլ խոսենք պատժիչ արդարադատությունից դեպի վերականգնողական արդարադատություն անցման մասին, միևնույն է, դատական համակարգը ազատազրկումն օգտագործում է ըստ հրահանգի։ Պատշաճապից տարակուսած է անգամ Դանիել Իոնիսյանը, ով ինքն էր առաջին անգամ սրբազանի հարցազրույցից հետո հաղորդում ներկայացրել նրա դեմ։ Աջապահյանի պատժի չափը adekvat չէ։ Միքայել arczepiskopos Աջապահյանի խոսքում հանցագործության արկայության մասին գրությունը դեռ անցյալ տարի ստորագրել եմ նույն ձեռքով, որով գրում եմ այս տեքստը։ Այո, ռազմական հեղաշրջման կոչ անելը քրեական օրենսգրքով արգելված ու պատժելի է։ Աջապահյանը կատարել է այդ արարքը, բայց մեղմ ասած չեմ կարծում, որ նման արարքի համար պետք էր 2 տարի իրական, ոչ պայմանական բանտարկություն սահմանել։ Աջապահյանի պատժի չափը ակնհայտորեն քաղաքական մոտիվացիայով տրված անհամաչափ խիստ պատիժ է։ 61-ամյա հոգևորականը դատապարտվեց մոտ 2 տարի առաջ տված մի հարցազրույցի համար, որում խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Այդ ժամանակ, երբ Իոնիսյանը հաղորդում էր ներկայացրել, դատախազությունը հանցագազմ չէր տեսել եւ քրեական գործ հարուցվեց միայն վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատական արշավ սկսեց եկեղեցու վերնախավի եւ կաթողիկոսի դեմ։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը եւս դատապարտում են
են դատարանի վճիռը, սա համարելով քաղաքական հետապնդում։ Ընդ որում Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմամբ Միքայել Աջապահյանը հատուկ հաշվարկով դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Կարծիք, որ Սրբազանը մինչև ընտրություններ ազատ խոսք ունենալու համար է այս ազատազրկման ժամկետը, դա այնքան էլ դա կիսա ճշմարտություն է, որովհետև Սրբազանի դատապարտումը մեկ բանի հետ է կապված, որ նա չկարողանա առաջադրվել որևէ պարագայում չկարողանա առաջադրվել, որովհետև նա կարող է լինել ազգային համախմբման, միասնականության սիմվոլիկ մի առաջնորդ, որ բոլորին կարող էր միավորել եւ առաջնորդել։ Բայց որպեսի դա թույլ չտան, նրան դատապարտում են ազատազրկման եւ այդ հիմքով մեր օրենսդրությամբ նա կորցնում է ընտրելու իրավունքը։ Իսկ ընտրելու իրավունքը այդ ընթացքում կորցնել նշանակում է նաեւ չունենալ առաջադրվելու իրավունք։ Հասկանում եք, դատապարտված պատիժը կրող քաղաքացիները չեն կարող քվեարկել եւ քվեարկվել։ Այստեղ է գաղտնիքը։ Այդ սցենարը կանխելու համար իշխանությունը դատապարտում է ազատազրկման 2 տարի, որը բոլոր հաշվարկներով, պայմանական վաղաժամկետով, ոնց ուզում եք հաշվեք, նա կորցնում է այդ հնարավորությունը։ Դրա համար Մեղադերի նկատմամբ ընտրված խափանմիջոց Հուլիսին կալանավորումից հետո ընդդիմադիրներն առաջարկել էին, որ arczepiskopos-ը դառնար իրենց վարչապետի թեկնածուն, բայց Սրբազանը մերժել էր։ Դատարանի երեկվա վճիռը կբողոքարկվի ըստ փաստաբանական թիմի 1.5 ամիս տևած դատավարությունը բազմաթիվ խախտումներով է ընթացել։ Իսկ դատավճիռը հրապարակելիս դատավորը քրեական օրենսգրքի բոլորովին այլ հոդվածի համար ընթերցեց։ Միքայել Սրբազանի իրավունքների համար այդ թվում միջազգային գործիքակազմով կպայքարի նաև Մայր Աթորը, որն այս վճիռը համարել էր քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույց, խոսքի եւ կրոնի ազատության խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող վարչապետ Փաշինյանը առայժմ չի անդրադարձել իշխանության հասցեին քննադատություններին։